Հասմիկ Ղասաբյան։ Ահա մեր գիտարով աղջիկը։ Լսենք Գորին։ Հասմիկ ջան, շատ գեղեցիկ էր ամեն ինչ, իսկապես եւս մեկ անգամ ապացուցեցիր, որ մենք ճիշտ էինք եւ դա ամենակարևորն էր։ Հիմա մնացածը հանդիսատեսի հերոստատիտողի ձեռքերում է եւ թող յուրաքանչյուր սիրարված գտնի ճանապարհ դեպի Բինգյոլի։ Այսքանը, մերսի։ Շնորհակալություն։ Սոնա։ Այնքան հպարտ եմ ես, որ ունենք սենց երիտասարդություն տաղանդավոր, ունենք սենց ելևեջներով հայկական ճիշտ մատուցված եւ նվագախումբը եւ երջուին, որը մեզ հիմա պարգևեց եւ ամբողջ աշխարհով սա է զարմացնում այն ինչ որ ասում էր Անդրեն,
այդ հայկական, այդ ճիշտ մյուզիկը, որ հասնում եմ այստեղ հավատացեք, ես այս մյուզիկից եմ փշակաղում, ապրեք դուք, շատ ապրեք, Հասմիկ, իհարկե, ձեր պլյուսավոր գործիքով դուրս եք եկել, գիտարը չթողեք, նաբարոտ մի քիչ խանգարում եմ ձեզ, հասկանում եմ, հլը էլի պետի սենց լրիվ որ ճիշտ լինի, էլի պետի պարապեք, բայց պարապեք գիտարը, то կլինի вообще ամենակայֆ։ Շնորհակալություն, լսենք Անդրեին։ Հասմիկ, դու ես քեզ նմանեցնում եմ շատ թանկարժեք, աստվածատուր, բնական, քարի։ Դու չգիտեմ, իրական հայուհի ես, չգիտեմ, ես որ ասում են հայուհի, ես քեզ եմ պատկերացնում մեր այս նախագծում, հատկապես ամեն անգամ նշելով, թե որտեղից ես դու, սահմանամերձ գոտուց ես և, չգիտեմ, բնությունը իր գործը անում է, բնությունը իրը անում է, ես չգիտեմ, դա չես կարող շինցու անել, դա չես կարող զորով անել, չգիտեմ, Աստված տվել է քեզ այս տաղանդը, և այս լույսը, որը ճառագայթում է քո ներսից, քո հոգուց, ուղղակի սփռի, տուր մարդկանց, տուր ժողովրդին, մի պահի քեզ, սա քո առաքելությունն է։ Շնորհակալություն։ Սուզաննա։ Շատ բան ասվեց Հասմիկ ջան, համաձայն եմ բոլորի հետ, իմ գոլեգաները շատ ճիշտ նշեցին, ես մի քիչ ավելի շատ եմ հպարտանում քեզանով, որովհետև մենք նույն մարզից ենք։ Ես հպարտությամբ, երբ գնամ մեր գյուղ, ասելու եմ, որ Հասմիկը մերն է, ապրես։ Շնորհակալություն ժյուրի անդամներին հաճելի խոսքերի համար։